Հոկտեմբերի 8-ին ընթառաջ Էջմիածնի քաղաքապետարանի թիվ 1 մարզադպրոցի մարզադահլիճում կայացավ Էջմիածին քաղաքի 2700-ամյակին նվիրված Arm Fighting Ֆեդերացիայի Selection 7 MMA մրցաշարը։ Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի հետ միասին մրցաշարին հետևում էին Հայաստանի Հանրապետության սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը եւ պրոֆեսիոնալ Arm Fighting Ֆեդերացիայի նախագահ Հայկ Ղուկասյանը։ Քաղաքապետ Կարեն Գրիգորյանը ողջունեց Հարազատ քաղաքի 2700-ամյակին նվիրված մրցաշարի մասնակիցներին, մաղթելով նրանց արդար խաղ։ Ողջունում եմ թե մեր բոլոր կազմակերպիչներին, թե հարգելի սպորտսմեններ ձեզ եւ ցանկանում արդար մարտեր ու թող հաղթի իրականում հզոր ուժը։ Եվ բոլորիս եւս մեկ անգամ շնորհավորում, որտեղ մեր քաղաքը իր պատմության մեջ շատ հզոր սպորտսմեններ է տվել, որ սկսեք ու շարունակեք այդ հզորների ավանդույթը։ Շնորհավորում եմ։ Մինչ մարտերի մեկնարկը Arm Fighting Ֆեդերացիայի նախագահ Հայկ Ղուկասյանը եւս հանդես եկավ ողջույնի խոսքով քաղաքապետ Կարեն Գրիգորյանի շնորհելով գավաթ եւ պատվոգիր։ 2700-ամյակին մենք մեծ սպասումներ ունենք եւ այսօր միասին տոնելու ենք այդ օրը եւ այդ օրի կապակցությամբ նշելու ենք նաեւ մեր մարզիկների հաղթանակը, նրանց գեղեցիկ կազմակերպված մենամարտերը։ Որպես ֆեդերացիայի նախագահ սիրով ես ուզում եմ պատվո գավաթը, ինչպես յուրաքանչյուր տարի, այնպես էլ այսօր պատվով հանձնել Էջմիածնի քաղաքի քաղաքապետ Կարեն Գրիգորյանին։ Պրոֆեսիոնալ Arm Fighting Ֆեդերացիայի Selection 7 մրցաշարի պատվո գավաթ նվիրված Էջմիածնի քաղաքի 2700-ամյակին։ Եվ նաև քաղաքապետ Հայաստանում Arm Fighting մարզաձևի զարգացման գործում ձեր մեծ ավանդը ներդնելու համար։ Բացման հանդիսավոր մասից հետո մեկնարկեց մարզիկների մենամարտը։ Մարտեր առանց կանոնների մրցաշարում մասնակցում էին 12-ից բարձր տարիքի աղջիկներ եւ տղաներ։ Հաղթողներին շնորհավորեցին եւ պարգեւատրեցին քաղաքապետ Կարեն Գրիգորյանը, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը եւ պրոֆեսիոնալ Arm Fighting Ֆեդերացիայի նախագահ Հայկ Ղուկասյանը։